Բաղրամյանի հարկադիր պարապուրդի մատնված 3 թռչնաֆաբրիկաների կողպված դռներից մեկը վերջապես բացվել է։ Սեփականատեր Արմենակ Խաչատրյանն է պատմում։ Տնտեսությունը սնանկացումից վերջնական փրկել դեռ չի հաջողվել, բայց սառույցը հարճվում է։ Աջակցություն դեռ չի եղել, բայց մի լավ բան էլ է եղել, բացի աջակցություն որ չի եղել, նաև խանգարել չի եղել։ Ես երևի անգրագի տղա եմ, չեմ կարող ասեմ, գյուղատնտեսության ոլորտը չէ համարվում թռչնաբուծությունը, չէ, ամենայն դեպս առողջապահության ոլորտի։ Կարելի է գյուղատնտեսության նախարարությունից էլ մի բան լինել, չկա ընդհանրապես ոչ մի բան, ոչ մի արձագանք։ Ընդամենը ամիս առաջ դատարկությունից ժանգոտվող սարքավորումներով թռչնանոցներում արդեն հավ կա, բայց ոչ կառավարության խոստացած օգնությամբ։ Ինչ արվում է մեր, ոնց ասեմ, իմ շրջապատի, այս բանվոր ժողովրդի աջակցությունը մեր բանվորների կողմից է շատ, որ օր ու գիշեր աշխատում են, փորձում են, որ շարունակական լինի։ Թռչնաֆաբրիկայի սեփականատերն է ասում, դժվարությունը հարթելու առաջին քայլերն անում են։ Տեղական շուկայում փորձում են նախկին դիրքերը վերագտնել, բայց դեռևս խնդիրները մնում են։ Դրսից ներմուծվող թռչնամսին չեն կարողանում հաղթել։ Անի որ ռուսականի հետ չեն կարողանում պատերազմել, ընտրվում է թույլ օղակը։ Տեղական հավը տեղական հավի հետ պատերազմ ունի, տեղական ձուն տեղական ձվի հետ։ Այսինքն եթե ռուսականի կամ բրազիլիականի մյուսի հետ չկա, շատ հեռու ենք, մա տեղական բույդը ոնց կար ամերիկյան բդի հետ պատերազմի, չէ, չի կարա, նրա հակին բռանի ժիլետ է, դեպին կնքան էժան, հա, չես կարա պատկերել, ինչ ենք անում, տեղական 10 դրամենի գին գցեց, 20 դրամենի գին գցեց, լավ է, դրանից ժողովուրդն է օգտվում, եթե խանութները պարտաճանան չիջեցնում են գին։ Ցածր վճարունակությունը հայաստանցիների մեծ մասին մղում է թռչնի միս գնելիս առաջին հերթին ուշադրությունն ուղղել գնին, հետո միայն որակին։ Հայաստանյան շուկա ներմուծվող թռչնամիսն անհամեմատ մատչելի է տեղական արտադրանքից։ Զարմանալիորեն հենց դա է հիմնական պատճառը, որ մեր երկրում սպառվող թռչնամսի միայն 30%-ն է տեղական արտադրության։ Մեր վիճակն հենց այ մենք հիմա սննդամթերքը պիտի արտադրենք ինչքան հայկական շուկային անհրաժեշտ է տեղականը։ Օրինակ ես պարզ ասեմ Արծվիկ Մինասյանը աթոռից ընկա, որ իմացավ 25-27% ենք մենք տեղական թռչնի միսը։ Նախորդ տարի Հայաստանում սպառվել է ընդհանուր առմամբ 44000 տոննա թռչնամիս, որից միայն 13.3000 տոննան է Հայաստանի արտադրության։ 1 կիլոգրամ թռչնամսի միջին արժեքը կազմել է 1370 դրամ։ Հայաստան թռչնամիս ներմուծվում է մեծամասամբ Միացյալ Նահանգներից, Բրազիլիայից, Ուկրաինայից եւ Ռուսաստանից։ Գործարարն է բացատրում, ներմուծված թռչնամսի արժեքը ցածր է, որովհետեւ արտադրողներն ունեն նաև գերային բազա։ Պետությունը սուբսիդավորում է թռչնամսի եւ ֆուրաժային հատիկի արտադրությունը, մինչդեռ մեզ մոտ Հայաստանում թռչնիկերը կազմում են մսի ինքնարժեքի 50-ից 55%-ը։ Նեղվում ենք շրջանառու միջոցից, կերից, կերային բազան է փոքր, քանի որ հեսա մոտենում է նոր բերքի սեզոնը, բավականին կերամիավորներ Ռուսաստանում թանկանում է, բան։ Հիմա այդ բազան չունենք, որ բերենք ապահովենք, աշխատենք։ Մյուս ֆաբրիկաներս էլ աշխատեն։ 2015-ին Հայաստան թռչնամիս ներմուծել է 45 ընկերություն, որի առյուծի բաժինը 50%-ից ավելին պատկանում է ազգային ժողովի падգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված խոշոր ընկերություններին՝ ԱԵՎԳ, Ալեքս Գրիկ եւ Նատալի Ֆարմ դեղատների ցանց։ Մյուս ընկերություններից համեմատաբար մեծ ծավալի ներկրումներ իրականացնում են Պարքև, Արմեն Համիկ եղբայրներ, Գորհակ Թրեյդ, Կոմսալ, BFG Food, Natfood ընկերությունները։ Ես կողմնակից եմ, դրսից էլ պետք է լինի։ Դրսից որ չեղավ, նայեք շուկայից դուրս է եկել 150 դրամ հավիգինը բարձրացել է։ Մտանք շուկա 150 դրամ իջավ։ Այսինքն մի փոքր դեֆիցիտից կարող է մարդիկ հավը դառնա 1800 դրամ։ Ներմուծվող թռչնամսին զսպելու միակ միջոցը տեղական արտադրության ծավալների ընդլայնումն է։ Ներուժը կա, հնարավորությունն է խնդիրը, արտադրողն է ասում։ Գեղեցիկ մեխանիզմ է, տանեն սննկացման, տնտեսություն, իրանց վրա սկսեն, բերեն միակ սննկացման կառավարիչ դնեն, դու հետաս դիմես առողջացման, դա լավ է, վարկային պարտավորությունների բանի տեսակետից լավ է, բայց որպես մարդ տեսակի համար դա վատ բան է, սննկացման գնալ, էլի, ես դրան համամիտ չեմ։ Արտադրության ծավալների ընդլայնումը, սակայն, առանց պետության աջակցության գործարարը չի պատկերացնում։ Պետք է բանկերի հետ աշխատել, վարկերի տոկոսադրույքները նվազեցնել։ Հավասարությունը այն պետք է ստեղծվի, հիմա արտադրող են, ռամիկ մարդ ենք, աշխատում ենք, այդ բանկային բեռմեր մի քիչ ասեցի ինչ անեն,
որ գնում եմ, ոչ եմ այդում դուրս ծածում ասում, ինձի փող տվեք։ Այդ փողի ճանապարհն էլ եմ ցույց տալ։ Ոնց տվեք։ Նենց տվեք, որ հետ տանեք այդ փողը։ Քանի անգամ խնդրել եմ դաժե Արեքսիմին, որ դե իրանց կառավարման մեջ ռսներ կան։ Դաժե ոչ կառավարիչը, ոչ այդ ռսները չեկանել։ Դաժե չփորձեցին կան, ասեն, արա, այս ախր ես իրանց ոնց ասեմ, կտու կողմն ենք եղել, իսկ կամ տարի վարկ ենք մարել, տոկոս ենք տվել, մենք կարելի չէ փորձել։ Կալ պրոստը տեսնել, էլի։ Բոլոր արտադրամասերը գործարկելու դեպքում միայն, օրինակ, Բաղրամյանի թռչնաբուծական ֆաբրիկան կարող է ապահովել հայկական բանակի հավի եւ ձվի, ինչպես նաեւ տեղական շուկայի 30%-ը։